Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Սև ու Սպիտակն է, Գնել Սարգսյան, Գագիկ Մկրտչյան։ Ողջույն։ Ներողություն, անցյալ շաբաթ չենք կարողացել եթերում լինել։ Դե, պատճառը արդեն երևի հեռուստադիտողները գիտեն, Գնելը կորցրեց հորը, հավերժ ճանապարհը բռնեց։ Էլի ցավակցում եմ ցավակցությունների համար այս օրերին բազմաթիվ հեռուստադիտողներ այո նույնպես գրել են, կապվել են, ինչի համար շատ շնորհակալ եմ, երևի թե դա ամենամեծ հարգանքն է, որ դրսևորվում է իմ հանդեպ, որի տակից իսկապես դուրս գալու համար մեծագույն պարտավորություն է զգում, որովհետև շատ քիչ կան այդպիսի հաղորդավարներ կասեմ հեռուստատեսության աշխատողներ, հա, թույլ տվեք մի քիչ այստեղ իսկապես ովքեր ում հետ որ ոնց որ ուղիղ կապի մեջ լինի կոմունիկացիա կա եւ որոշակի սրտացավություն երբեմն անգամ զանգում են, շտկում են, ուղղում են, պատմաբաններ են լինում, դες երբեմն ասենք մեկ-մեկ որ իմ հաղորդման շրջանակներում արանում այստեղ մի քիչ սենց է, բայց որ բան ասենք, ընդհանուր մինչև հակուստ, որ միասին աշխատում ենք, Այս ինչ օրը սենց էր, ինչ օրը դու լավ սափրված չէիր, բան, տենց բաներ էլ կան, ինչևէ, պետք էր արագ հավաքվել եւ անցնել աշխատանքի, առավել եւս այս ներքաղաքական Հայաստանի ճակատագրի հետ կապված իրավիճակներում Եվ խնդրեմ առաջին պտուղները, որքան էլ որ փորձենք խուսափել քաղաքական պրոցեսներից, բայց կան իրավական պրոցեսներ, որոնց չեն կարող գնահատական չտալ որպես քաղաքացի, փաստաթղթերով հաստատված լրտես ենք ձերբակալել։ Անուն ազգանունը Անդրանիկ Թևանյան, ով Այսինքն մեղադրանքը պետական դավաճանության հոդվածն է։ Դավաճանությունը թե լրտեսությունը, այդտեղ ոնց որ մի փոքր տարբերություն կա։ Ամեն դեպքում ամեղության կանխավար կծակերքին։ Ամեն դեպքում, հա, ուրիշ պետության օգտին աշխատել է Հայաստանի դեմ։ Եվ գիշերը ձերբակալվեց, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այդ ձերբակալման process-ը տեսեք ինչ եղավ, ասում է, չհասկացանք, որ արդեն պիտի կանդալ հագցնեն ձեռնաշղթաները։ Ասում է, այնտեղ մեկը չհասկացանք կանդալ եկել այս դարի հանցագործն է։ Ուրեմն ասեմ, որ դրանից ենքում հանցագործություն երևի թե չկա, ոչ իրավական մասով, ոչ անգամ Աստվածաշնչում, առհասարակ դավաճանությունն ամենավերջի խազն է։ Ընդ որում քննչական գործողությունների մեջ, եթե ես չեմ սխալվում, եթե մարդը պետքա ձերբակալվի, անպայման ձեռնաշղթաներ հիմնականում հագցնում են այդ մարդուն, որտեվ այդ մարդը կարող է նաև ինքն իրան վնասի, մինչև գնալ, մինչև հարցականվել, մինչև դատարանի որոշում, չէ՞։ Նաև այդ նպատակը ունի։ Ինչի համար նույնպես պատասխանատվությունը մնալու է իրավապահների վրա, իհարկե։ Բայց պետք է ցավով արձանագրենք, որ տեսեք ինչ է ստացվում։ Այն փաստաթղթերը, որ դուրս եկան, Insider Չնայած այդ փաստաթղթերը դուրս էլ չգային, մենք շատ ասել ենք, որ գողը առաջինն է գոռում բռնած գողին։ Մարդիկ, ովքեր ծառայել են ռուս-թուրքական համերաշխությանը, իսկ այսօրվա դրությամբ բոլորս ենք չհասկանում, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնում են։ Այսինքն դու ծառայություն մատուցելով Ռուսաստանին, ծառայություն ես մատուցում նաև Ադրբեջանին։ Սա է, առավել եւս 22 թվականից հետո նրանք ունեն ընդհանուր մի բան էլ արի ընդգծենք, անգամ եթե այդ երկիրը բարեկամ երկիր է, ասենք թե Ֆրանսիան, վերցնենք Ֆրանսիան, հա, եթե մարդը պետական գաղտնիք է վաճառում կամ հանձնում կամ փոխանցում, ասենք դիցուկ Ֆրանսիային Միևնույն է, այդի քրեորեն պատժելի այլ կա։ Իհարկե, ինչ կապ ունի բարեկամ երկիր, ցանկացած երկիր, բացի քո երկրից ուրիշ երկիր է։ Ուրիշ երկիր է իր գործողություններով, իր հարաբերություններով, իր ներքին դավաճաններով եւ նույնպես էլի ասենք Երկրորդ համաշխարհայինում դաշնակիցներ էին, չէ՞, Սովետը եւ Արևմուտքը, բայց դաշնակից լինելով Ձերը հետ, տակից, դաժ հետ ընթացքում, նույնիսկ հետ ընթացքում։ Հա, իրար վրա բոչկա էին։ Մեկը այդ հետախուզությունը ոչ ոք չէր թողել մի կողմի վրա, հակա հետախուզությունն էր աշխատում,
Բայց այդտեղ ես ինչն էի ուզում բանանել, մարդիկ ովքեր ամենաշատը խոսում են, այ թրքացնում են, այ թուրքը, տեսնում ես, այս քարոզարշավի մեջ ինչքան է օգտագործում։ Անտեղի այնպես մարդկանց կողմից, որ եթե մի քիչ ուսումնասիրես, չերես երկրորդ սերունդը արդեն թուրք են։ Բայց առաջինը իրանք են ասում, որպեսզի իրանցից հեռու վանեն կասկածները եւ իրենք հանգիստ իրենց լրտեսությունը իրականացնեն ռուս-թուրքական եղբայրության օգտին։ Ես գիտես մի բան մտքովս անցավ, ինձ թվում է այդ կարգի դեպքերում պետքա պետականորեն ԴՆԹ անալիզ անցկացնել նաև հետազոտություն անցկացնել։ Կլինի այ ինչ Ռասիզմ ես ասում, բայց մենք ես համաձայն եմ ինչ որտեղ, բայց ընդհանուր առմամբ դա չի կարա տեղի ունենա։ Դե հա, ես ասում եմ ընդհանուր մինչև դա կարող է տեղի ունենա առանց հրապարակայնացնելու նույնիսկ։ Ինչ է եղել, փաստաթուղթը որ ստորագրել այն Մարգոն նոր պարզես, չէ՞ որ ինքը 18%-ով է հայ։ Հա, բայց այդ 18%-ը այնքան է հայ եղել, որ ազգանունը Սիմանյանն է մնացել, էլի։ Այն 82%-ը չէ։ Դե նա երևի մտածել են այդ ազգանունը հետո փոխելը հեշտ կլինի, որտեղ Սիմոնով։ Ինչքան սիրուն կա ինչի։ Սայմոնիչ։ Հա, կամ Սայմոնշտեյն։ Ինչ որ մի բան նմանատիպ, բայց շատ հետաքրքիր է այդ 72%-ը։ 82%-ը։ Խաղը Ով են, ինչ են, որտեղից են, ինչի են։ Գիտես, արի թողնենք սրանց, որովհետև ինձ թվում է հանրության համար արդեն ամեն ինչ Հա, բայց սրանց հետ են։ Ես մենակ մի բան չեմ հասկանում, էլի, եթե մենք բոլորս գիտենք ու արդեն փաստաթղթավորված բաներ կան, իհարկե ինսայդերը կայքի հրապարակածը չես կարող դարձնել իրավական հիմք 100%-անոց, չնայած նախադեպ կա Կանադայում մեկին այտենց բամբլահան արեցին, հենց նույն ինսայդերով արտահոսքի համար, ով բաներ տվե Ռուսաստանին էլի, եթե չեմ սխալվում, լրտեսություններ արել ու պաշտոնյա էր եղել։ Հա։ Այսինքն դա կարա լինի առիթ, լուրջ հետաքննության համար։ Բայց այդտեղ մի հատ ուրիշ բանի վրա եմ ես ուզում ուշադրություն դարձնենք։ Սա առաջին դեպքն է, որ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար մարդա ձերբակալում։ Սա ես կարծում եմ, որ նախադեպային կարևորագույն քայլ է, մի հատ տնտղելու համար, թե Ռուսաստանը ոնց է վերաբերվում, որովհետև մենք բոլորս գիտենք, որ ռուսական լրտեսների մեջ երկիրը չփչփացել է, եկել են, ասենք, ընդհանուր նախագահների մակարդակով գնացել այնտեղ դաբրո են ստացել, եկել են այդտեղ ասել են դաբրո ենք ստացել, մենք պիտի լինենք։ Պարզ չի լինում, էլի։ Ու առաջին դեպքն է, որ մտածես կարմիր գիծ է քաշվում, կարմիր լույս է վառվում մի հատ։ Եվ պետքա այսինքն ուրիշների պարագայում եղել է անընդունելի, որ Ռուսաստանի պարագայում ոչինչ։ Եվ պետքա լուրջ հետաքննություն այդ Լազարևսկի ակումբների, ռուսկի դոմերի, Ռոսսատրուդնիչեստվաների, բոլոր այդ կազմակերպությունների ագենտուրաների ողջերն են։ Ագենտուրա, մենք չենք ասում թող չլինի ռուսական մշակույթը Հայաստանում պահպանող ինչ-որ կա, թող լինեն, ինչ ա եղել, բայց չի կարա էդի Դու հիշում ես, որ ռուսկի դոմը մեր սահմանամերձ գյուղերում երեխաներին գրքեր էր բաժանում, այդ պատմությունը հիշում ես։ Ես աղոտ բան հիշում եմ, գիտես։ Գրքեր էր բաժանում, որի մեջ նաև ինֆորմացիաներ էր ռուս-ուկրաինական պատերազմի մասին։ Այսինքն մեր երեխեքը այդ գրքերը կարդային, եթե կարդային, ինձ թվում է ծնողները կտանեն շպրտեն համապատասխան տեղերը, որ Ռուսաստանը ճիշտ անում, որ հարձակում է Ուկրաինայի վրա։ Ինչ որ անում է Ուկրաինայում, դա լավ է, դա ճիշտ է։ Հասկանում ես, ասենք, ինչ կապ ունի մեր երեխան այդ թեմայի հետ։ Մեր երեխին ժամանակին սկի մերոնք չեն սովորացրել Արցախի հարցով ինչ կա չկա։ Հա, դրա համար էլ այսօրվա դրությամբ շատ քաղաքացիներ տեսնում ենք մտնում են թեկուզ ուղարկած լինեն, հարցը դա չի, բայց փորձում են գեներացնել այդ դարձյալ այդ խոսույթը, որ վայ Արցախը բա դրա համար մեր քաղաքական գործիչը Բայց երբ որ ասում են այն հայտնի ժուրնալիստի, հիշում ես, որ ասաց Ղրիմը մերն է։ Հա, Այն էլ ասաց ոնց թե ձերն է, թե մերն է, ոչի մերն է։ Այսինքն մենք որպես պետություն չկանք դե Ռուսաստանի կազմում ենք,
Զղրիվներ մերն, կամ ահա։ գուբերնիա ենք, հա, ես մեր ժողովրդին ստում է այդ ամեն ինչի պատասխանը իր ներսում, իր մտքում արդեն տվել է։ Գիտես, ամեն դեպքում sense մի հատ բան կա, որ Ժորժ ջան 1000-ներություն ես ինքս հանդիսանում եմ ժողովրդի մի մասնիկ, էլի, այն ինչ որ ասում եմ, նաև իմ մասին եմ ասում։ Առհասարակ sense մի հատ բան կա, որ հասարակության մասսայի կամ ժողովրդի ներեցեք այդ մասսա բառը համար ես բարակայում ես օգտագործում եմ ինչ որ գրած է էլի հիշողություն հավաքական հիշողությունը 3-ից 6 ամիս է ոչ թե անհատ մարդու անհատական հավաքական հիշողությունը այսինքն դրա վրա հետո աշխատանքներ երբ որ տանում ես դու այդ 3-ից 6 ամիս անցավ իրանք մոռանում են իրականում նոր թեմաներ գալիս որովհետև չէ որ ցանկացած թեմա ունի նաև իր սրտի ու հոգու ու խղճի հետ կապված հատվածը ու դա սառում անցնում է այդ միտքը մնում ասես բան ու սկսում է էժանանալ բայց եկեք մի հատ հասկանանք էլի երբ որ 44 օրյայից հետո Արցախում կանգնած էին պլակատներով ու գրած LNR, DNR ու բան տորտերով Ղարաբաղ այդ ինչ նկատի ունեին այսինքն մենք էլ ենք տենց մի հատ մարզ որ տենց Ռուսաստանը ստեղ թող հատուկ գործողությունով Երևանի կամրջից կախված պլակատը հիշում ես իհարկե հիշում եմ բայց այդ ինչ էր Ինչի մասին էր։ Հիմա եկել ասում եք գարում չէ որ Հայաստանի Հանրապետությանը դուք եք լքել։ Ես իսկապես բան եմ ասում։ Արցախի ռազմաքաղաքական վերնախավը սկսել է բառացիորեն դրսի հրահանգով Հայաստանի հետ ասիմետրիկ խաղի մեջ մտնել։ Փորձ անելու համար 004 դաշնակների շրջաբերականը Հայաստանի եւ Արցախի ճակատագրերը լուծել միասին ու նույն ձևով փորձ անելու համար այդ շրջաբերականը իրականացնել։ Սա է եղել։ Հիմա դուրս եկել Ղարաբաղն ուրա։ Ուզում եք ես նորը եթերում արել, եթերով եմ ասել, սիրելի արցախցիներ, ես անկեղծ լինեմ, նաև ոչ սիրելի արցախցիներ, որովհետև մեջները կան, որ ես իրաց չեմ հարգում։ Նու վերնախավից, էլի քաղաքացիների դες գործ։ Խոսքս դիմում եմ ձեզ բոլորին։ Եթե դուք ուզում եք իմանալ որտեղ է Արցախը, ապա կարող եք հավաքվել 5, 10, 15, 20 հոգով խմբերով կապվել ինձ հետ, ես ձեզ կտանեմ, ցույց կտամ որտեղ է Արցախը, դուք կարող եք անգամ շոշափել այդ Արցախները եւ կարող եք անգամ, չգիտեմ, կարող եք մտնել մեջ ապրել այդ Արցախների։ Չգիտեմ, այդ արդեն նայած ոնց կորոշեք։ Ես կարող եմ դա կազմակերպել ձեզ համար։ Այ Երևանի կենտրոնում կա, Երևանից դուրս կա, դիք այնքան Արցախներ կան, չէ՞ որ այդ Արցախը միայն տարածք չի, չէ՞։ Այդ Արցախը եղել է բանակ, եղել է տնտեսություն, եղել է ընդերք, որը պատկանել է արցախցուն, ճիշտ է։ Բանկային Այդ ամեն ինչը, այո, այդ ամեն ինչը Երևանի կենտրոնում էլ կան, Բաբայան փողոցի վրա էլ կան, Հյուսիսային փողոցում էլ կան, Զավոդների տեսքով էլ կան, հարակից տարածքներում, պլանտացիաների տեսքով էլ կան։ Ես կարող եմ ձեզ տանել ցույց տալ, մտեք ստացեք, մտեք մեջը ապրեք, դա ձեզնից գողացածն է։ Ձեզնից տարած Արցախն է։ Այ Արցախը, որը որ, գիտեք, ես ներողություն Մկրտչյան ջան, մի քիչ երկարացնելու համար ապրում են բոլորդ, գիտեք, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ բնակվում է մոտ 140,000 բնակիչ։ Ավելի շատ, քան Արցախում։ Իմ մոտից երևում է, իմ պատշգամբից երևում է թե Արարատ լեռը, երևում է թե Զվարթնոց օդանավակայանը եւ այլն։ Զամիջը Զվարթնոց օդանավակայան եւ մի 4 կիլոմետր, չէ՞։ Ես մեկ-մեկ երևակայում եմ, ասում եմ լավ, ենթադրենք սա Ջաբրայելն է, կամ Հորադիսն է, կամ Մարտունին է։ Այնտեղ թուրքն է, ու ես ամեն օր կարող եմ տեսնել նրան։ Ես ո՞նց կարամ թույլ տամ ինձ մոտ որևիցե, ասենք վարչական շրջանի ղեկավարը, որը համեմատականով, որը որ կարա լինի նախագահը, չէ՞։ Ո՞նց կարամ թույլ տամ, նա մի հատ կոպեկ առանց իմացության ջեբը գցի։ Երբ որ ես լուսամուտից ես տեսնեմ Թուրքին ամեն օր 30 տարի։ Ու ես գիտեմ, որ կրակային գոտիկ է, այսինքն չկա փաստաթուղթ, խաղաղություն չի, որ ասեմ ոչինչ քթից տակա։ Ամենը կասկածելի հրադադար։ Հրադադարը, որը շուշուտ խաղ տվում է ու ցանկացած բանի կարա վերածի պատերազմի։
ցավները տանը ո՞նց եք թույլ տվել այսքան միլիարդ հատեր Ղարաբաղից։ Ո՞նց։ Այնց այդտեղ է Ղարաբաղը։ Դուք հիմա ումից եք ինչ պահանջում։ Թե բա գնաց Պրահայում ճանաչվել է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Եթե դժգոհողներ կան, խնդրեմ քննարկումներ, բանավեճեր, 1000 անգամ ես եմ խնդրել, որ գաք, 1000 անգամ հմեկում են խնդրում անդիմադիրներից, որ գնան չեն գնում, то մի 3 անգամ էլ աշկից դեմը նույն։ Նիկոլ Փաշինյանն է ասել, եկեք խոսանք այդ ղեկավար կոչվածներին։ Խիչ եք գնում։ Թե մեր մոտ էլ չեն գա։ Չէ, որովհետեւ պատիցակից խոսել է, ասես, բան էլ, ցինկերա, այն գիտես, այն ջայր ժամանակը դες խոժանություններ արվել է, այլ զանգյուր փչել, բան։ Այս դաստիարակության զարգացված վիճակն է, էլի, դες ներվայնացնում են, էլի իրանք։ Հասկանում ես։ Դու հիշում ես, որ շուտ TV էինք հավաքում։ Անկապ TV էինք հավաքում։ Գիծ էինք մտնում։ Ինչ որ տես մի թիվ կա։ Դե մեկ է, ինչ որ մի բան կա։ Ո՞նց մենք խուլիգանություն անել։ Մանկա, բայց դա մեծ այ հենց այդ դասիրակությունն է այսօր խոսում։ Ու գիտես ուղիղ կապ կա։ Կարող է մանրուք եմ ասում, բայց ուղիղ կապ կա։ Տես այսօր նույն մեքենաները են ղղղլ որ քշում են։ Ես այդ օրինակը բերել եմ։ Ասենք, երբ որ մարդը իր երեխին մեքենա է առնում Հայաստանում։ Ո՞նց է, ասում է, դենստիլ է, նստած ղղղն, պիպիպ, ղղղն, պիպիպ։ Շո այդ երեխեն մեծանում դառնա ղղղն, պիպիպ։ Ընդ որում իմ ու քո շենքի արանքում ամեն գիշեր այդ ղմբան պիպիպը կա, չէ՞։ Էդ էլ է տարօրինակ, որ մեր իրավապահները այդ հարցին ուշադրություն։ Շատ հեշտ է այդ հարցը լուծել։ Այդ կարծեմ որ կա, ընդամենը մի հատ չէ, պարկած ոստիկան։ Մի հատ կամերա։ Այդ որ արագ գալի ֆարսաժով ճառացնան, ֆորմա չեն կարել գան։ Չէ, բայց եթե տեսախցիկը եղավ, այնա պրծավել է այդ։ Չէ, դա տեսախցիկը հսկողին էլ մի հատ էլի մենք ենք գնալու հսկենք էլի Մկրտչյան ջան, տես չի։ 1000 տեղ կամերա կա։ Դավթաշենում 44-օրյա պատերազմին մասնակից հաշմանդամ դարձած տղեն, բաներ կներես Դավթաշենում թե կվարտալում չեմ հիշում, բայց կարամ բան անեմ։ Առաքիչ է աշխատում։ Ավտոյի միջից գողացել էին իր բանը, փոխմանում մեջ ամեն ինչ իր դոկումենտները։ Հիմա պիտի 0-ից հաներ, էդ էլ այդտեղ էր մի հատ խնդիր դարձել։ Ուրեմն գողացողին գտել են, կամերան ֆիքսել է դեմքը, կա կարամ քեզ դեմքը ցույց տամ։ Պարզ, ասենք դրանից պարզ չի լինում։ Ոստիկանները ճանաչել են։ Հա, այսի հոկտեմբերյանցի չգիտեմ ով Վելենա, այս տարածքում է աշխատում, ասում են։ Աշխատում, յանի, իր պրոցեսը գողություն, այդ տարածքն է, էլի։ Այնքան չձերբակալեց, այս տղեն 44 օրյային, որ մասնակից է եղել ու հաշմանդամություն ունի, գնաց Հայաստանից։ Գնաց, իսկ ուր գնաց, կոնկրետ Ռուսաստան։ Կարամ մեկը բան ասի։ Ես երբեմն որ նգնեին թիրախավոր։ Ու նեղացած գնաց, չէ՞։ Իհարկե նեղացած գնաց։ Հիմա ինչքան ռեսուրս պիտի ծախսվի, որպեսզի իր մեջ այդ բանը դուրս գա ինքը վերադառնա։ Իսկ մենք խնդիրը տենց ունենք։ Ունենք, հա։ Ունենք։ Դուրս են եկել թրքա, ես մի հատ կարճ տեսանյութ հրապարակեցի, թրքած թուրք։ Արա կես միլիոն մարդ այս բային արտագաղթել է մենակ Եվրոպա։ Կեսից շատը հանձնվել են ադրբեջանցու անվան տակ, որ կամ ադրբեջանցու կենսագրության տակ։ Փոխելով իրենց պատմությունը, կենսագրությունը, անգամ երբեմն անուն ազգանունը, ծննդյան թիվը, դարձել են ուրիշ մարդ։ Ստիպված են եղել Քոչարյանի ժամանակ, Սերժի ժամանակ, Լևոնի ժամանակ, գնացել ստիպված են եղել, դե չեն տեսել վերջը ոչ մի բան։ Այսօրվա դրությամբ մեծ մարդիկ են արդեն երեխեք ունեն այնտեղ մեծացած։ Այսինքն դուք պարտադիր ձեր կառավարման ասում, այս մարդուն պարտադրել եք թրկանալ կոնկրետ բառացի։ Բառացի։ Բայց սրա պատասխանը ով է տալու։ Այսօր դուրս եկեք դուք եք նենց Յանի թրքատիացները։ Նախ ես որևիցե ժողովրդի հանդեպ ատելության մասին չեմ ուզում խոսել։ Բայց եթե տենց, հա, մի հատ ասեք, տեսնենք, ձեր որ գործողությունով եք դուք փաստել,
որ դուք թրքատիացեք։ Կամ ձեզով ասել, որ հայ մարդը Որում ես քեզ ասեմ, մեր հաղորդումների տակ են մտնում գրում։ հա, մեզ էլ են ասում։ Հա, դուք թրքամոլ եք, եք, եք։ Այդտեղ ասողների ունեմ առաջարկ։ Գալիս եք մեր հեռուստատեսության մոտ հավաքվում եք, քանի հոգի կլինեք։ Ես իմ միջոցներով ձեզ բարձրացնում եմ Վրաստանով, Բաթումից ձախ ենք թեքվում, մտնում ենք մի հատ տարած, որտեղ որ մի 100 միլիոն թուրք կա։ Գնացեք ձեր հարցերը լուծեք, երթվում եմ, եթե ձեր այդ բան պատահի, ես ձեր կիսանդրին դարձյալ իմ միջոցներով կտնգնեմ հենց իմ շքամուտքի մոտ, ամեն օր էլ մի հատ կարմիր մեխակ կդնեմ, ընդ կասեմ, բայ էսի հերոս տղա էր։ Դա։ Գնանք կարճ դաթարի։ Դաթարի, հա, Կարճ դաթար մեր եթերում։ արդեն։ Վերադառնանք։ Արի վերադառնանք Քարոզարշավին։ Արի մինչև Քարոզարշավ էլի, որովհետև այս թուրքականությունը հենց Քարոզարշավի մեխ են փորձում սարքել Մկրտչյան ջան։ Տեսեք, այստեղ այն խոսում են դեմոգրաֆիական փոփոխությունից, դե ասեցինք արտագաղթի տեմպերը միլիոնից ավել մարդ արտագաղթել։ Դրանք հələ մի կողմ, իրանք այդ ժամանակ դեմոգրաֆիական խնդիր չեն տեսել։ Բայց մի հատ գիտես ինչ դասիրակություն ա մտել ու նպատակային, չէ՞ որ ցանկացած իշխանություն նայում է ինքը 5-10 տարի հետո ինչ հասարակություն ա ուզում ունենա, չէ՞։ Ու քայլերը թաքնված կլինեն, թե ցուցադրական տանում է դրան։ Իմիջիայլոց ես մեր իշխանություններին քննադատելու մասով, այդ մասով մշտապես քննադատել եմ, որ ես չեմ տեսնում ինչ ռազմավարություն կա, պարտադիր ինձ ասեն ես պիտի դա նկատեմ, զգամ, կաշվից վրա պիտի զգամ, բայց չենք տեսնում։ Դե թերություններ բոլորն են ունենում։ Ուրեմն մեզ ինչ են դասիրակել։ Այն մարդիկ, ովքեր որ գրում են թուրք, սրա նրան չեն ալարում թուրք են ասում, ներկայանալով հակաթուրք։ Գիտեք ինչ, հակաթուրքը դեռ հայը չի։ Այ կակրաս ձեր ուղեղը այնքան են լվացել, որ դուք մոռացել եք ինչա հայ լինելը, ինչա նշանակում դա։ Դուք պարզապես հակաթուրք եք, ազգությամբ, բնույթով, տեսակով։ Դուք ծնվել եք որպես հակաթուրք։ Ու վերջ։ Ես չեմ ասում պետք է թուրքերի հետ հակասություն ունենալու ենք։ Հա, ունենք։ Պատմական Ես քեզ ուրիշ բան էլ ասեմ։ Օրինակ մանավանդ Ռուսաստանում ասում եմ ես ամենայն հարգանքով մեր հայրենակիցների նկատմամբ, բայց բազմաթիվ կան կամ շատ կան մեր հայրենակիցներ Ռուսաստանում ապրող, աշխատող, ովքեր այտենց տեքստեր գրելով ադրբեջանցիների պարագայում, թուրքերի պարագայում, տո բիզնես էլ են անում ադրբեջանցիների հետ, հարևանություններ են անում, տեղ-տեղ ընկերություններ են անում, բայց ասենք Էնի նրա զատիկին ա գալի, էնի նրա Կուրբան Բայրամին։ Չէ, կամ անում են։ Բայց իրա գրած ազդեցությունը ուլերի համար է։ Հա, ու ինչ որ մի մարդ կարդում է, ասում է, վայ, էս ինչ է կատարվում։ Հայրենիքս է տրվում։ Ալիկա Ալեքսանյան դուրս եկել, ասում է պոստ են տվել։ Ես իմում էլ բռնել նկարել են, գիտեմ էլ չերևում, թե բա հենա ինքն է ասում։ Ալիկա Ալեքսան, այդ օրինակից է։ Դու կյանքիդ մեջ մի ժամ պոստում չես եղել։ Դու չգիտես պոստում ինչ հոգեբանության մեջ է լինում մարդը։ Այնտեղ ինչ տեստարոններ, ոնց են ասում, տեստոստերոն։ Դա, տեստոստերոններ են աշխատում, օրինակ, այնտեղ вообще հողի հոտը ինչպիսին է, բարութի հոտը ինչպիսին է։ Դու չգիտես։ Դու նստած տեղ դիվանին, հետույքով դիվանը տաքացնելով, մենակ նրա համար, որ սենց մի հատ խիպիչ կծես, դուրս ես, պոստ են հանձնել։ Սա տարական սրիկայություն է, տարական անարգանք, սեփական երկրի ու սեփական ընտանիքի, սեփական երեխուկ, եթե ունես, անվտանգությունը պահպանող ու պաշտպանող իր կյանքի գնով առաջնագծում կանգնած զինվորի կամ կամավորի հանդեպ։ Դա անարգանք է այդ մարդու հանդեպ։ Երբ որ դուք
տեղի անտեղի, հասկանալով թե չհասկանալով, խոսում եք դրանցից, այդպիսի թեմաներից, դա ես կրկնում եմ, դա դիտավորյալ, ոչ թե պատահական կարող ես մի բան ասեմ, որ ասենք օրինակ պարոն Մկրտչյանը վիրավորվի, բայց պարոն Մկրտչյանը ինձ կասի գնել ջամ, ոնց որ չնկատեցիր, բայց այդտեղ արդեն մի քիչ ասեմ, վայ ներողություն իսկապես չէ։ Ասենք կարելի է չնկատելով կարող է մեկի ոտը տրորես, չէ՞, ստացվում է։ Բայց դուք դիտավորյալ եք սա անում։ Մի պարզ պատճառով, որ քո քաղաքական ուժի առաջի համարը ոնց պարզվեց Ռուսաստանի դարձյալ, արախի մեջներից այդ մեկը չի պարզվում, որ դուք չգիտեմ Նեպալի շպիոն եք, եք սաղըտ Ռուսաստանի։ Գոնե մի քիչ բազմազանություն մցրեք, հոգնեցինք այ մարդ։ Մանավանդ, որ արդեն 20 թվականից պարզ է Ռուսաստանը որպես պետություն ինչ բարեկամ է ճակերտներում, հա, Հայաստանի հանդեպ, էլի ռուժորտին հանգիստ ենք թողնում խոսքը ռուժորտի երբ որ խոսում ենք մենք խոսում ենք սիստեմների մասին, համակարգերի մասին ենք խոսում։ Համակարգը արդեն իր դեմքն էլ ապատրել, բացահայտել է, հիշենք, անգամ իրանք ասում են, իրանք տենց ռուս պոլիտոլոգ չի մնացել, որ չասի, որ մենք մեղավոր ենք, սխալ ենք արել հայերի հանդեպ։ Այն ամենասկիզբը նշանակում է հեռավոր 2000-ականներից։ Այն ամենասկզբից մենք ոչ թե պիտի տանեինք բանը ադրբեջանցիների, մի բան էլ ասեմ։ Սրանք չէ ախպեր ասում են։ Ընդ որում այդ ռուսները, որոնք նույնիսկ քննադատում են, բայց հենց հարցը գալիս է հասնում է իրենց իմպերիզմին, իրենց կայսրության շահերին, նույնիսկ ամենակննադատող ռուսը, ամենալիբերալ ռուսը մեկա մնում է իր հայրենիքի շահերի պաշտպան։ Ինչի մեր մոտը տենց չի։ Որովհետև մեր մոտ դաստիարակված է, որ մեր հայրենիքը նույնպես խորհրդային միությունն է նախկին, որը հեսա կվերականգնվի, ու մենք վրոձելի ուժեղ կլինենք, բայց խորհրդային միությունը որտեղ է ուժեղ եղել, անկեղծ չգիտեմ։ Աղվանստանում դուք չեք կրվե։ Աղվանստանում հաղթել է խորհրդային միությունը։ Պարտվել է։ Չինաստանի հետ թեման ինչ եղավ։ Դե ես եկես Հնդկաստանի հետ բացած Կորեայում չպարտվեց։ Կորեայի հետ ինչ եղավ։ Հարավային Կորեան ոնց ստեղծվեց։ Սառը պատերազմը հաղթել եք։ Ոնց կարայիք հաղթեք։ Դուք սառը պատերազմի մեջ եք մեկի հետ, ով ձեզի հաց էր տալի, որ ուտեք։ Նու մեզ։ Հավի բդիկներ։ Հա։ Այն ոնց է այսօր Քոչարյանը ասում, բա եւ թե նա փակի բան, Հայաստանի ուկրաինացում եք ուզում, ասես մտքեր են նետում։ Դե ուրիշ բան էլ ասեց։ Ասեց իմ օրոք ոչ մեկ չի նստել, չի դատվել, նկատի ուներ Կարեն Դեմիրճյանին, Ստեփան Դեմիրճյանին։ Այդ չնստել չդատվելը չգիտեմ, բայց արի քանի որ այնպես չենք կարող տեղադրել, ես ես մարդուն իրոք իրանք երևի հույսը դրել են հենց նրա վրա, որ չհասկացված լինեն կկրեն։ Նա ինչ ասում։ Էջանոց փաստաթղթի մեջ սպանություն բառ չկա։ Կա մահվան դեպքեր։ Ասում 110 էջանոց այդ բանի մարտի մեկի գործի մեջ սպանություն բառը չկա։ Ես հասկացա։ 11 հոգի քայլում էին փողոցով ու մահացան։ Տենց մեկը մեկից հետո մահացան։ Այո։ Ընդ կրակոց չի եղել, նռնակ չի պայթել, բեկորներ չեն եղել։ Այնտեղ մարդը եղել ծերությունից է մահացել, մարդը եղել տենց երևի նախային վիճակը, քնես չարտնացավ տենց։ Հենց միտինգի տեղի միջալոց քնես չզարթ։ Բոլորը հավաքվեցին այնտեղ տենց մի 11 հոգով։ Պրոստե այդ Արունը ինչ Արուն էր բան։ Դրա պատասխան էին ներկայացրել։ Ես հիշում եմ այն ժամանակ։ Ասեցին այդ ատամնաշարը, որ երևում է դա խոզի ատամներ է։ Արյունն է, խոզի արյունն է, ես հիշում եմ։ Հետո դե բնականաբար սահուն կերպով մոռացության տրվեց։ Հա։ Դա հետո դարձան միտինգանոց։ Ես ասեմ, սա բոլորովին չի վերաբերվում քարոզ արշավին, քավլիցի։ Մենք հակաքարոզչություն չենք անում։ Մենք անդրադառնում ենք այն բաներին, ինչի մասին իրանք խոսում են։
Ինչի մասին իրանք խոսում են։ Այո, առիթից օգտվելով ես առաջարկում եմ այդ Տիգրանաշենից էլ մի երկու բառ խոսենք, Դե որովհետև իսկապես անձնական նամակներ շատ ստացել եմ, 3 երեկոյան շատ հոգնած մի հատ եթեր արեցի, երևի այդքան էլ միտքս բաց չեմ արտահայտել, չեմ էլ նայել ինչ է ստացել, ճիշտ ասած, դե մեկ լինում է, որ հաղորդում չի գնում, չէ՞, դες լինում է։ Բանա, որ եկան բա Տիգրանաշենը դու հանձնում ես Google Maps-ով ցույց է տալիս Ադրբեջան, Ուսս բաներ, ու Տիգրանաշենցիկ էլ ինչ-որ ընդեղ խառնվել են իրար, մի հատ կինո են սարքել։ Ժողովուրդ ջան, Google Maps-ում մշտապես Տիգրանաշենը գրած է եղել Ադրբեջան, Ստեփանակերտն Խանքենդի, ես հիշում եմ։ Ստեփանակերտը Խանքենդի, Արցախն էլ Հայաստան։ Բայց կներեք, ձեր սիրելի ղեկավարներից որևիցե մեկը, դուք հասարակ խնդրում եմ, եթե կարող եք մեր հաղորդմանը ուղարկեք Ռոբերտ Քոչարյան եւ Արցվաշեն բառը միասին։ Սերժ Սարգսյան անձը եւ Արցվաշեն բառը միասին։ Տեսնենք հələ այդ դրանից խոսող եղել է Արցվաշենից։ Բացարձակ։ Ուրեմն ՄԱԿ անվտանգության բան Խորհրդինիստ, երկու պատերազմող կողմերը ըստ իրենց ցանկության կարող են ուղարկել քարտեզներ, որոնք իրենց կարմիր գծերն են, կամ ինչպես որ պատկերացնում են իրենց իշխանության տակ գտնվող տարածքը։ Հայաստանը ուղարկել է այնտեղ քարտեզներ 6 անգամ։ 2 անգամ Լևոնի օրոք, 2 անգամ Քոչարյանի օրոք, 2 անգամ Սերժի օրոք։ Ուրեմն Լևոնի օրոք ուղարկված քարտեզներում հստակ երևում է այնտեղ առանձնացված Արցախը, չնայած Հայաստանն է կարմիր բանի մեջ, այսինքն մերը սա է, բայց այն կողքի հատվածում ու խորամանկություն են երևի արել, Ղարաբաղն այդպես ֆիքսել են, էլի ինչ որ ձև։ Դա այնտեղ հավասար գույներ են։ Հա, Արցվաշենը եւ այլն։ Երկրորդ քարտեզը մոտավորապես նույնն է։ Շատ բան չի փոխվել։ Քոչարյանի ուղարկած քարտեզներից մեկում այդ Արցախի կետագիծը կորած է, այն Ստեփանակերտի կողքը գրած է Խանքենդի, գյոզերով էլի։ Ամենահետաքրքիրը Սերժի օրոք է։ Սերժի օրոք հասարակ ընդ ոչ մի բան չի երևում, ոչ մի ձև ոչ մի բան չի հիշատակում, թեկոս երկրորդ պլանում էլի։ Ու Հայաստանի տարածքում ավելացված է sense օղակի մեջ վերցրած Տիգրանաշենը։ Ու էլի բաներ։ Իմիջայլոց, այս թեման երբ որ ես բարձրաձայնում եի, այսքան ինքը ՄԱԿ-ին ասում է, ես սա պատրաստ եմ զիջել։ Երբ որ ես այս թեման բարձրաձայնում եի, այնքան ասեցի, մինչև որ ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, իհարկե ընդդիմադիրները չէին տա այդ հարցերը, իրաց ձեռք չի տալիս, հարգելի Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց բանին, պարոն Փաշինյանին։ Ասաց պարոն Փաշինյան, այսպեսի բան է տարածվում ախր, ինչ կա։ Պարոն Փաշինյանը ինչ պատասխանեց։ Պաշտոնապես ինչ պատասխանեց։ Ասաց ոչ միայն դա ճիշտ է ու այդպես է, այլ նաև մենք ունենք հստակ տվյալներ եւ ստեղծել ենք հանձնաժողով զբաղվի այդ հարցով, որ արտաքին գործերի նախարարությունը դիտավորյալ իր պաշտոնական կայքից ջնջել է այդ քարտեզները ՄԱԿ ուղարկած լինելու մասին ինֆորմացիան։ Այսինքն թողել են ղեկավարին առանց տվյալների։ Գնա խոսա։ Դու գնում ես խոսալ, դու չգիտես ինչ պիտի խոսաս, ու ինչ որ չգիտես, ամոթակես համար, այնտեղից ասել են չհասկացանք, դուք ձեր մեջ անուն ադորեսի չեք անում, հասկանում եք։ Չես կարասես, լավ, մենք կուղարկեք, մենք էլ ծանոթանանք, ամոթ է։ Հա։ Դա քո պետության իմիջի վրա է ազդում։ Բայց սրանց մասին, ինչի այդ ոչ մի ձև, սրանք հրապարակային, պաշտոնական փաստաթղթերով հիմնավորված բաներ են, դրա համար իրենք շատ լավ իմանալով, որ իրենք տվել են անկլավներ, իմիջալոց Սերժը ասում էր, չէ, մենք միշտ զիջում ենք, չգիտեմ ինչ տարածքներ, բայց բանա, Ալիևը ամեն անգամ պահանջում է ավելին։ Ախպեր, ինչ ես զիջել,
Ինչա պահանջել ավելին, հետո էլի չէ՞ որ ասես ամեն անգամ։ Ուրեմն դու ամեն անգամ մի բան զիջել ես, մեկից ավել անգամներ։ Ու մեկից ավել անգամներ ինքը պահանջել է ավելին։ Լավ, 7 շրջանը գիտենք։ Էլ ինչ ես դրանից հետո զիջել, որ ինքը էլի ավելին է պահանջել։ Զիջել ասելով Զիջել, համաձայնություն։ հենց էլ զիջել, մեզ էլ խապել ասել փող զիջել։ Հա։ Հա, բայց ինչա փող զիջել Ադրբեջանը, մինչև մի չենք հասկանում։ Մեկը չկա, ասի Ադրբեջանն էլ էս էր զիջում։ Հələ ոչ որևիցե մեկը դրա մասին չի խոսել։ Հիմա այս Տիգրանաշենի հետ կապված դուրս եկա 22 թիվներ, երբ էր ավտոշարասյուն, գնում ենք պահպանելու, պաշտպանելու Տիգրանաշենը։ Նրանք ովքեր Ղարաբաղն էին պաշտպանում, թռել էին։ Հասկանում, նույն ձևով գնացել էին Տիգրանաշենից թռնելու։ Իրենց միշտ տեղապետ, որտեղից կարելի է թռնել, հասկանում եք։ Բանել են, ջամբիստներ են, էլի, չգիտեմ, ոնց կարելի է այդ մասնագիտությունը կոչել։ Թռնում։ Հասկանում ես։ Այդ լյոխկի ատլետներ են, լավ, թեթև ատլետներ են։ Այսինքն իրանք կամ Նաիրա Զորաբյանը, հեսա 4 գյուղ բանից Ինչը Սերժը զիջել է ամեն անգամ ու Ադրբեջանը ամեն անգամ պահանջել է ավելին, իրանք իբր տենց գաղտնի տվյալներ ունեն, չգիտես որտեղից, ու տեսեք հեսա սայա լինելու, հեսա նայա լինելու։ Որտեվ իրանք տվել են, իրանք գիտեն ինչա լինելու։ Այդ դրա համար երբ որ հեղափոխությունը եղել էր իրենք ու բան էր, ասում են, սա եկել է հողեր տա, որովհետև գիտեն որ եթե մեկը եկել է որ հողեր տա ու դու վստահ ես, չէր կարա անվտանգության խորհուրդը եւ ազգային անվտանգությունը դա թույլ տար։ Պրոստը թույլ չէր տա։ Լավ, շատ խորացանք։ Շատ Չէ, խորացանք։ բայց դրանք կարևոր շրջանառվող բաներ են։ Այսօրվա քարոզարշավին եմ ուզում անդրադառնանք։ Քո կարծիքով տեխնոլոգիապես ինչպիսի քարոզարշավա։ Այն որ մանիպուլյացիաների հեղեղա լինելու, դա գիտեինք, դա տեսնում ենք, դրա մասին խոսել ենք։ Տեխնոլոգիապես AI կա։ բայց չէ, գիտես, տգետ, անգրագետ։ Անգրագետ, համաձայն եմ։ Որովհետև ամեն ինչն էլ կա, լուսա օքեյ հայրս, ինձ շատ դժվար է հիմա այս ձևակերպումով որս հիշել։ Երբ որ ասում էին ոնց էս ինչ կա, չկա, ասում էր ամեն ինչ էլ կա, մեջը բան չկա։ Հասկանում եք։ Հիմա սա է, նայում ես AI-ը կա, նայում ես դրսի փողերը աղտեղերից կան, նայում ես, չգիտեմ, օրական կաշառք են բռնում, արդեն այնքան են բռնել, որ մարդիկ էլ չեն վերաբերվում դրան։ Հա, սովորական է։ Նորմալ արդեն։ Միացնենք Զարմանան, որ այսօր ոնց, այսօր ոչ մեկի էլ չեն բռնել։ Միացնենք տենանք այսօրվա սերիան Այսօր ինչ են խոսում, ոնց են ձևակերպում։ Հասկանում եք, մենք այսօր տեսնում ենք այդ տեխնոլոգիաների մեջ, տեսնում ենք մեր հաշմանդամ տղերքին ոնց են անվանում ու ոչ հեռուստատեսային խոսույթով, հայհոյանքով ու սրբություն կպնող հայհոյանքով։ Ոնց են իրենց արցախցիներին ոնց են արցախցիներին ոնց են ոչ խառներ ու չգիտես ինչեր, ոնց են միտինգների տանելու մասով, քանի գլխով են խոսում, գլխականակով։ Ու գիտեք ինչ, ես ցավում եմ մենակ մի բանի համար, որ դեռևս կան այդ մարդիկ։ Կան ու դա իմ հասարակությունն է։ Ընդ որում ես մի բան էլ եմ առաջարկում, մեր հայրենակիցների մեջ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր նաև տեղյակ են այն մարդկանց մասին, ովքեր այդ գործընթացում ներգրաված են, ու ես խորհուրդ եմ տալիս, որովհետև իրավապահ մարմինները բանը պահում են, գաղտնիությունը պահում են։ Անմիջապես նման դեպքերում դիմեք իրավապահ Ես ասեմ ավելին, եթե չեք ուզում իրավապահ մարմիններին դիմել, դե ամեն դեպքում Երևանում մի քիչ ուրիշ ձև է, քաղաքներում ուրիշ ձև, իսկ համայնքներում, գյուղերում շատ տղայական բաներ։ Չէ, այդ տղայական դե միջավայրն է, այնպեսին որ հարևանը դրա համար ես ասեմ, նաև մեր падգամավորներից ոմանք հայտարարություն հենց կոնկրետ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ էր ասել, որ կարող եք նամակով դիմել իրեն, նման դեպքերի մասին ինֆորմացիա ունենալով եւ խոստացել էր ամենայն պատասխանատվությամբ պահպանել
բանը։ Հիմի ես ինքս ինձ քաղաքացիներ 2-3 անգամ զանգել են, ասել են այս ուղությամբ, այն ուղությամբ, ես ինքս այդ մարդկանց ասել եմ կներեք, ես հիմա ինձ հարմար չի, խնդրում եմ ազգային ժողովի փոխնախագահին դիմեք, ինքը կկոմունիկացնի, ես կարող եմ երաշխավորել, որ եթե ասել է պահպանվում է գաղտնիությունը, ես կարող եմ երաշխավորել, որ այո, դա այդպես է պահպանվում։ Ու կապվել են։ Հա, այդ պարտադիր Գիտեք, այստեղ մի հատ խնդիր կա, այստեղ կապ չունի, ոնց է, եթե ազատ կամքի դրսևորմամբ գնաս ընտրես տաշիր սամոյին, ես դա էլի չեմ ընդունի, բայց հիմի է դա։ Ամեն դեպքում մարդու որոշելիքն է։ Բայց երբ որ դու փողի դիմաց որևիցե թեկուզ հանգարց ես իմանամ Նիկոլ Փաշինյանին այդ փողի դիմաց ընդում այդպես բան կա, ես կդառնամ թիվ 1 թշնամին կպեի, լուրջ ունես թշնամի կդառնամ, 1000-ատ թշնամու երնեք կտան։ Բայց դա չկա։ Նայեք, երբ որ դուք փող եք վերցնում, դուք փողոք վաճառում եք ձեր պետությունը։ Դուք թույլ եք տալի, որ ցանկացած մեկը ավելի մեծ փող ունենալու դեպքում գա ու առնի ձեր երեխեքի ապագան, անկախ նրանից Վաճառում եք ձեր երեխեքի ապագան։ Վաճառում եք ամեն ինչ, դուք իրավունք չունեք հայրենիքի կամ հայրենիք բառը օգտագործել, քաղաքացի կոչվել, Որտեվ դա դավաճանություն։ Գիտես ինչ, դա պահի տակ փող կպցնել չի։ Այս մարդկանց շատերը տենց են մտածում, հա, դե փող ա եկել, հա, ինչի Հենց հրաժարվում որում եք կապ փողից։ չունի, դուք դա վերցնում եք, հիշում եք այդ խոսույթը կար, չէ, որ ասում են փողը վերցրեք գնացեք ուրիշին ընտրեք, ոչինչ։ Հա։ Ոչ։ Դա էլ եմ ես խիստ արկելում, որովհետև կապ չունի դու այդ փողը վերցնելուց հետո ում ես ձայնդ տալու։ Դու նրա մոտ քո իրավունքները, քո ինչպիսին քո ով լինելը դրել ես հողի տակ, թաղել ես։ Այս նոտայի վրա էլ մենք ավարտեցինք մեր այսօրվա սև ու սպիտակը։ Ամեն բարի ձեզ։ Դա մնաց։